Սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվեց համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդիա Գրիգորյանը։ Նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը վիրավորվեց Արծրուն Գալստյանը։ Այսօր ԱրմրուրԵՄ եղել է Փարաքարում, խոսել է Վալոդիա Գրիգորյանի մոր Մարինե Գրիգորյանի հետ։ Վերջինս խոսել է մեղավոր ճանաչվածների մասին, նշելով, որ չէր ցանկանա, որ նրանք որևէ կապ ունենային այդ ամենի հետ, քանի որ իրենք էլ եթե լինեն բերդում, միևնույն է, լավ կյանք չեն ապրելու, թող իր թշնամին անգամ բերդում կյանք չունենա, սակայն ինչպես տիկին Մարինեն է նշել, իր որդու կյանքից թանկ որևէ բան չկա, սակայն այսօր իր որդին այլևս իր հետ չէ։ Տիկին Մարինեի խոսքով ինքը սպասում է, որ լինի արդար քննություն։ Վերջինս նշել է, որ իր որդու սպանության մեջ եղել են պատվիրատուներ։ Մարինե Գրիգորյանի խոսքով Փարաքարի համայնքապետ դառնալուց հետո իր որդու հաղթանակը այդպես էլ չեն մարսել։ Իշխանությունների ոտքերի տակ պարողներ կային, ովքեր կուլ չտվեցին իմ որդու հաղթանակը։ Դա մի մեծ ոսկոր էր, որը կանգնած էր նրանց կոկորդին, նշել է Մարինե Գրիգորյանը։ Մարդուն սպանեցին իր սկզբունքների համար, որովհետև գիտեին, թե իմ տղան իր կյանքից ինչ է ուզում։ Իմ տղան տարիներ շարունակ այս կուսակցությունից այն կուսակցություն չի անցել։ Իմ տղան սկզբունքային էր, եւ հենց դրա համար էլ սպանեցին նրան։ Տիկին Գրիգորյանի խոսքով սա հրահանգն է Փարաքարի նախկին համայնքապետ Ախտոյանի։ Վերջինս դեպքից 10 օր առաջ երկրից դուրս է եկել, հրահանգ է տվել այս սպանությունը կազմակերպելու համար։ Տիկին Մարինեի խոսքով նա տարիներ շարունակ երկիրը չի լքել եւ միայն այս դեպքից 10 օր առաջ որոշել է հեռանալ։ Հավելենք նաև, որ այսօր ներկայացրել էինք նաև փետրվարի 5-ին սպանության մեջ կասկածվող Արմեն Ղազարյանի մոր Ռուզաննա Ղազարյանի հարցազրույցից հատվածներ։ Արմեն Ղազարյանը տեսանյութային երիտասարդն է, որի ձեռքում կա ինքնաձիգ բոլորին հայտնի ավտոմատը։ Նա արդեն 8 ամիս է կալանավորված է։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին ժամը 23:50-ին Փարաքարի իր կիսակառույց տան բակում սպանվել են համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդիա Գրիգորյանը եւ նրա ընկեր ոստիկանության Արարատի օպերատիվ աշխատակից Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը վիրավորվել է։ Արմեն Ղազարյանի մայրը սկզբում հրաժարվեց մեկնաբանություն տալուց, այնուհետև խոսեց։ Նա նշում է, որ իր տղան չի մարդասպանը։ Եթե լինի ճիշտ քննությունը, ապա իրավապահ մարմինները կգտնեն, թե ով է իրականում եղել այդ օրվա մարդասպանը։ Տիկին Ռուզաննայի խոսքով պետք է օբյեկտիվ լինել, որպեսզի նման դեպքերը կանխվեն։ Նա նշել է, որ պետք է յուրաքանչյուրը պատժվի, այդ թվում իր որդին, ով զենք է խլել, բայց իր որդին մարդասպան չէ, նա չի կրակել։ Այսօր ամեն ինչ բարդվում է իր որդու վրա, այսօր կալանավորված է միայն իր որդին, փետրվարի 5-ի գործով։ Տիկին Ռուզաննայի խոսքով իրավապահ մարմինների բաց թողման արդյունքում է, որ կրկին կրակոցներ են հնչել Մերձավանում։ Նա նշում է, որ իր որդին այս պահին կալանավորված է եւ նա անմեղ է։ Նա պարզապես ներկա է գտնվել այդ օրը, սակայն ինքը մեղավոր չէ եւ ամեն ինչ բարդվում է իր որդու վրա։ Տիկին Ռուզաննան նշել է, որ դիմել է հանրապետության գլխավոր դատախազին գործը կրկին քննելու եւ անմեղության վարկածն առաջ բերելու համար։ Տիկին Ռուզաննայի խոսքով այս ամենը վենդետայի արդյունք է։ Վենդետա է եղել, քանի որ կողմին չի բավարարել քննության արդյունքը։ Ողջ մամուլի թիվ 1 թեման Փարաքարի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանությունն է։ Սա ողբերգական դեպք էր, որի հետևում կանգնած է վենդետա ասվածը։ Դեռ ամիսներ առաջ Փարաքարում սպանություն էր տեղի ունեցել։ Սպանվել էր Փարաքարի նախկին ղեկավարի հորաքրոջ որդին։ Հորաքրոջ մյուս որդին էլ կանգնած է վենդետայի ետևում։ Այս օրերին մամուլում տարբեր կարծիքներ են հնչում։ Շատերը քննարկում ու քննադատում են կրակող անձին, շատերն էլ, պես ասած, պաշտպանում են նրան։ Մեկնաբանություններում նշվում է, որ տղան կիրթ, դաստիարակված եւ հիանալի երիտասարդ է եւ դրդված է գնացել այդ քայլին, քանի որ դատավարությունը ճիշտ չի ընթացել։ Նախաքննությունը ոչինչ էլ չպարզեց, դեռ մի բան էլ ավելի, մարդասպանին առօգ-փառօգ տնային կալանք տվեց, ինչն էլ բերեց նրան, որ անճարությունից դրդված այս տղան դարձավ հանցագործ, վենդետա արեց։ Ունենք երկիր, որտեղ դատական համակարգը մեռած է։ Մեկ այլ մեկնաբանություն հետևյալն է ասում. ցավ կար սրտում վրեժի, անտեղի չէր կարա վրեժ լուծեր, կար պատճառ, ուղղակի խլվեց երկու կյանք ու անհասկանալի մի կյանք։ Համակարգն է թերացել, վերջի վերջո համակարգի սխալի հետևանքով է, որ մարդը գնացել է նման քայլի, մարդասպանը չպետք է ազատության մեջ լինի, դա փողոցային խուլիգանություն չէ, որ տվել են տնային կալանք։ Այս օրերին ժամանակ առ ժամանակ նաև տարածվում են Վալոդիա Գրիգորյանի ընտանիքի մասին պատմող տեղեկություններ։ Բոլորն են փաստում, որ երիտասարդ ընտանիքը համերաշխ եւ գեղեցիկ էր։ Ներկայացնում ենք Վալոդիա Գրիգորյանի կնոջ լուսանկարները, որոնք վերջինս հրապարակել է համացանցում։
Հրապարակ թերթը գրում է. Իշխանությունը Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության մեկ վարկած է քննարկում, փորձելով այն ապաքաղաքական սպանություն ներկայացնել, և 3 ձերբակալվեց Մերձավանի նախկին համայնքապետ ՔՊԱ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին Նարեկ Օհանյանը։ Այսինքն այս սպանությունը փորձում են կապել փետրվարին Մերձավանում տեղի ունեցած սպանության հետ։ Նարեկ Օհանյանը սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրն է։ Սակայն կասկադյալների կլանը պարզվում է սերտ կապերի մեջ է եղել թե իշխանության, թե քրեական հեղինակությունների հետ։ Դրա մասին է վկայում նաև այս լուսանկարը, որը տրամադրել են մեզ։ Նկարում ՔՊԱ-ական հանրահայտ պատգամավոր Հայկ Սարգսյանն է Ռուստամ Ստեփանյանի, Չաղ Ռուստամի և Փարաքարի նախկին համայնքապետ Մհեր Ախտոյանի հետ։ Փարաքարի համայնքապետի դուստրը հետևյալ գրառումն է կատարել. «Իմ հոր նման մարդ երբեք չէր տեսել աշխարհը և նրա սրտից չուներ ոչ ոք։ Ես գիտեմ դու ինձ տեսնում ես ու լսում ես ամեն մի բառ։ Իմացիր, որ քո հիշատակը միշտ պահելու ենք վառ։ Ես սիրում եմ քեզ, պապ, և խոսք եմ տալիս, որ մի օր գրկելու եմ պինդ ու զգալու եմ քո հզոր ուժը։ Դու լավագույնն ես ու դա բոլորը գիտեն։ Աստծո կողմից նվեր ես այս աշխարհին։ Ես սիրում եմ քեզ, պապ, ու կարոտում եմ շատ։ Այսօր Տոման ինձ հարցրեց ման, մենք էլ պապային երբեք չենք տեսնելու, և ես անկեղծ չգիտեմ ինչ պատասխան տամ իրան։ Բայց Աստծուն խնդրում եմ ուժ տա մեզ, որ դիմանանք այս ցավին։ Պապ, ես լինելով քո առաջնեկ, քո ավագ դուստր միշտ բարձր եմ պահելու քո պատիվը։ Պապ, երկնքից ուղղակի նայում ես ու տես, որ այն ինչ կիսատ ես թողել ավարտին ենք հասցնելու մենք քո ուզած և սիրած ճիշտ ձևով։ Ես, Սյուզին Լյով ու Տոման երբեք մենակ չենք թողնի մամային, դու կաս մեր հետ ես ու մեր սրտի մեջ ես։ Համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության սարսափելի դեպքն ու սպանության կադրերը, որոնք տարածվել են համացանցով մեկ։ Կադրերում պարզ երևում է, որ քիլլերը վարձված է, ով եկել է կոնկրետ սպանելու Վալոդյա Գրիգորյանին։ Սակայն նա կրակում է նաև Վալոդյա Գրիգորյանի հետ գտնվող երկու անձանց։ Նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, իսկ մյուսը տեղում մահացել է։ Արդեն 2 օր է տարբեր վարկածներ են հնչում, թե ով կարող էր նման քայլ կատարել սիրված համայնքապետի հանդեպ։ Մարդիկ նշում են, որ Վալոդյա Գրիգորյանը սիրված էր։ Նա պատրաստ էր մշտապես աջակցություն ցուցաբերել այն մարդկանց, ովքեր դիմում էին իրեն և ովքեր ունեին իր աջակցության կարիքը։ Երեկ իր տանը հավաքվածները, բակում գտնվողները միաբերան ասում էին՝ նա բարի, կամեցող և սիրված անձ էր։ Վալոդյա Գրիգորյանի ընտանիքի անդամները հրաժարվել են խոսել տեսախցիկների առջև։ Հայրն արտասվում էր, նշելով, որ չի պատկերացնում, թե ով կարող էր անել իր որդու հանդեպ նման քայլ, երբ իր որդին որևէ մեկին որևէ վատություն չի արել։